Սաղ սրանով եք ստեղծել։ Հավաքուհերս խոպանից փող չի ղարգել։ Հայրը խոպանից փող չի ուղարկել, Տոլիկն էլ երբեք խոպանում չի եղել, բայց այնպես չի, որ խոպան գնացածներից ետ է մնացել։ Ունեցած 4 կովը 10 տարվա ընթացքում տասնապատկել է, գյուղի պետտնտեսության նախկին հսկայական անասնագոմերից մեկն էլ առել ու մի մեծ տնտեսություն ստեղծել։ Քաղաքից մարդը գալի ասում է՝ «Ոյ, հոտ է գալի գոմից»։ Տոլիկը նայում է այսպես բիրդան գոռոզացած մարդկանց ու ծիծաղում աշխարհի բանի վրա։ Բա հո գոմից ու կովից ֆրանսիական դուխ ու հոտ չի գալու այդ տնաշեններ։ Բա որ կարակն ու պանիրը ուտում եք, կաթն էլ խմում։ Բա չեք մտածում, թե այդ ինչ ճանապարհով է այդ բարիքը եկել հասել ձեզ, որ այդ ինչ մարդիկ են ստեղծել այդ ամենը։ Ասել է, բայց մեկ է տեղ չի հասնում, դրա համար էլ խոսքը կիսատ է թողնում ու առանց երկար բարակ բացատրելու շարունակում է գոմը մաքրել, որովհետև իր համար այդ հոտի մեջ հաց կա, ապրուստ կա ու մի ամբողջ կյանքի աշխատանք։ Մուրիկա, Սևանա, Լիլիա, Չալուա։ Ում անուններն եք դնում։ Անասուն էլի անում է, Պեցուա։ Եղջերավորներ, ձիեր, որ ամեն տարի ծնում, շատանում են, իրենց էլ հարստացնում։ Բայց արի ուտես, որ անցած տարի ֆերմերը, ինչպես ինքն է ասում, աչքի եկավ։ Ծմակուտ մոտկորը լցվել է գել ու գազանով, իքատակում իրենց կացարաններից ոչ հեռու արջերը Տոլիկի 4 կովերից էստեղ այնտեղ ընկած մի քանի ոսկոր են թողել։ Թեպետ խոշոր եղջերավորը ձմեռանոցում պահել օգուտներ ունի, նախ ձնի բացակայության ժամանակ շարունակում են արածել խնայելով խոտը, երկրորդ առավոտ կերակրում, հանդ են ուղարկում, գալիս գյուղ, երեկոյան գնում, հավաքում անասունները, կրկին կերակրում ու գոմում տեղավորում, վերադառնում, բայց դրանից հետո մոռացել է ձմեռանոցի մասին ու անասունը գոնե այս ձմռանը գոմից չի հանի, մեկ էլ մայիսին հեռագնա սար կբարձրանա։ Այս կողմի արջերը բուսակեր են, տարիներ շարունակ սարերում արջերի հարևանությամբ ապրել են, նման հարձակումներ չեն եղել։ Ենթադրում է, որ նորեկ գիշատիչները կամ բաց են թողնել բնապահպանների կողմից, կամ էլ լոռի են հասել Սյունիքից։ Պատերազմի ժամանակ բանից նեկան էլի ջերմուկից գարունքը գնեինք, մրել հերոսայից գեինք քյատակ, էտել որ արջերը ցլավ, այդ չեն գնում։ Դե որ գնանք էլի հիմի մենք ընդի չենք էլի մերեն հարևանիցը կերավ։ Դե տեսել որ գոռոցա գալի։ Արդեն իրենց տարածքն ունեն, լոտյան ուր են գնում։ Բայց Տոլիկը հուսահատվել չունի, ունեցածից է տարել, չունեցածից ոնց պիտի տաներ հանգստացնում է իրեն։ Ոնց ասացինք 4 կովից է սկսել գործն ու հսկայական տնտեսություն ստեղծել։ 4 կովի համար սար չէր գնալու, ինքն ու տիկինն էլ գյուղի կովերը վերցրին ու հայդա ծաղկառած սարեր, ծանր աշխատանքով ու չարչարանքով, մեկը 2 սարքեցին ու այդպես։ Սարում էլ իքատակ հանդամասում էլ, որի բնակիչներից է պարոն Տոլիկը, կյանքը հեշտ չէ, զուրկ են ապրում կենցաղային պայմաններից, ցրտում, մթում, անձրևի ու կարկուտի տակ ընկնելով, կորած անասունին ման գալով, բայց ապրելու ու առաջ գնալու այլ միջոց չեն ունեցել։ Ուրիշի ձեռքի տակ աշխատելուց, ուրիշի ձեռքին նայելուց հո լավ է, ասում է ու պատմում Տոլիկը իր ամբողջ ունեցվածքի ստեղծման պատմությունը։ Հիմա մարդ կա ընդով 12 անասուն ունի ծախեին, որ նպաստ տանան, բայց ավելի չէ լավ, ավելի շատացնեն, քան թե 30 կամ 40 հազար նպաստ տանան։ Կա, դե ամեն ձևի մարդեր կա, ով ոնց է մտածում, հատե բա որ չաշխատես, պետք է գնաս ուրիշ աղաքին աշխատես, ավելի չի լավ, դու ստեղծես։ Զորն է միջակ ապրող մարդիկ ենք էլի, այնքան ուրիշից փող չենք ուզում, մենք մեր աշխատանքով։ Պարոն Տոլիկը մեկ նեղվում է, երբ ասում են, թե գյուղացին ամեն ինչ ունի, յուղն էլ, պանիրն էլ ու իբր նստած միայն թանկացնում է։ Շան տղեկ իր խոսքն է չեն էլ պատկերացնում, որ դրա հետևում անքուն գիշերներ կան, քրտինք ու հոգնել կա։ Ինքը վաղուց թոշակառու է, բայց լուսաբացից մինչև կես գիշեր դաշտում է, գոմում է իր ապրուստի հետևից։ Իսկ խոթնձի սեզոնին ընդհանրապես օր ու գիշեր տարբերություն չկա, աշխատում է, որ մի կտոր հացը արդար վաստակով լինի։ Հիմա ուզում են լավ ապրեն, լավ ավտո ունենան, բայց թե որ ջան չգիտեմ, ու երկրի չտիչնի, պետք է աշխատես որ ունենաս։ Հիմա որ գնում են խոպան։ Անդի վերածովի է, անդի աշխատովի էլի խոպանը։ Հա դու գնում ես անդի ուրիշ աղաքին տես աշխատի։ Ասի ժամ 8-ից 8-ը աշխատի, բայց չտի կարաս 8-ին չգաս 9-ին գաս, քո անասունն է, ով կպետք է քեզ աս։
Մինչ գարուն ծանրած կովերն էլ կծնեն ու տոլիկի անասնագլխաքանակը եւս 25 հորդով կավելանա։ Մի ամբողջ կարեղություն է, չէ, որ ինչպես ասում են, մի կովը մի հնամաշ մեքենայի գին ունի։ Երբ հարցնում ես ինչ պլաններ ունի, փողն ինչ է անելու, կատակով ժպտում է ու ասում՝ բաժանելու է չունեցողներին։ Բայց այդ կատակի տակ նորից նույնն է աշխատանք, հոգս ու պատասխանատվություն, որը գյուղացու ուսերին է։ Ով չունի, տալ տենգել։ Կենթանել ենք ծախում, մորթացել ենք ծախում, եզդեքերը գալիս են, առնում են տան։ Դե նայած կով 400 էլ կա, 500 էլ կա, նայած անասուն մեծ ու փոքր կա դե չէ։ Քուրակնի եթե գելը չուտն դե ուտի լելտի գելեխու բոլորը չի մնամ, բայց է ծախում ենք էլ։ Եզդիները կենթանի անասունի հետևից են այս կողմեր հասնում, նաև անարատ կաթ ու մածունի։ Իրենց յուղ ու պանրի գնորդները հերթ են կանգնում ու անգամ մի քանի տարի շուտ Մայիսյանն անուշահոտ կարագի պատվեր տալիս։ Դե իհարկե նրանք, ովքեր հասկանում են, որ խանութում վաճառվողը զիջում է գյուղացու ստեղծածին։ Որ արդարելի բարանի չեն գա էլի, ըստյան մեզանի կաթ ու մածուն կամ սմետան մոթար առնիլ տանիլ, ասմա գնացի մի անգամ խանութ ասի կաթի պանիր տեք, ասավ մենք կաթի պանիր չունենք, դե փոշուց ասմա ինձ չէ խապի էլի, դե համա ասավ մենք գալիս ենք էտյան արդար։ Հիմա կաթի սեզոն չէ, կթված 1-2 լիտրն էլ հորթերինն է դրա համար գոմում, գործն ավելի շուտ են ավարտում։ Իսկ այ գարնանը խոշոր ֆերմեր Տոլիկն ու նրա ընտանիքի անդամները քիչ սրբելու ժամանակ էլ չեն ունենում։ Գործից առայժմ մի քիչ թեթև լինելու համար կովերի մի մասին էլ չեն կթում։ Հորթերն են, ոնց ասում են, տակնանում, այսինքն կովի տակնանում, որպիսի կաթ ծծեն ու մսացու բտեն։ Այսքանը չեն կթում, չի կարա, տակն են կածում, իրա քշեր ցերեկ իր մամայի մոտալում նոր աշունքը բերում ենք դե հողագործություն չկա մեր մոտ հողը շատ չի լավը բայց ուրիշ տեղեր դե փոխունալամ էստիս ոնց որ սապոնել էլի հողը որ ցանում ես դե մեխանիզմը չկա որ վարից ցանենք նույն սերմը նորից վերցնում ես անօգուտ է էլի Փետրվար ամիսն է մարցում ձյուն չկա ու դեռ ավելին գարնանային եղանակը երևի նոր ծնված քուրկի բախտից է, ասում է Տոլիկն ու ցույց տալիս գիշերը ծնված կենթանուն։ Գիշերն եկել տղես եկել տեսել ծնելա գոմներ գցել դե նոր ծնված գոմներ գցել առավոտը հանեցին։ Ինչ էլ պահես լավն է, վատ բան չկա, ինչ էլ ուժդ պատի լավ է։ Կովի նման սատուշ չի։ Իա քեֆին սարն ես անում արածում է։ Այսպես ասել խոսելով գոմի գործը վերջացնում է, հետո գործի է գցում ամենագնացի շարժիչն ու մեզ էլ հրավիրում տուն։ Անասնաֆերմայից տուն տանող ճանապարհին պատմում է, որ տիկնոջը զանգելու կարիք չկա, իրենց տան դռները միշտ բաց են։ Բացի դրանից էլ ինքը հեռախոս օգտագործել չի սիրում, հետը չի էլ վերցնում։ Ինչ վերաբերում է ամենագնացին, ասում է իհարկե կարող է ամենաթանկն ու ամենագնացը առնել, բայց դրա մեջ իմաստ չի տեսնում, իր գործը սրա հետ է լիովին առաջ է գնում։ Այս սարեմ գնում, որ առա օպտիկ շիլ համարը։ Վիլիսել ունեն գենա, կտեն ասել։ Դե գյուղը ըստի, որ վիլիսն ունենք, շատ թանկ ավտոնոմ է պետք է, եթե պետք է քաղաքում ապրես ուրիշ բան է։ Մարցեցի Տոլիկ ու մանավանդ նրա թոռնիկը տարիներ առաջ մեր տեսանյութի միջոցով հայտնի են դարձել։ Աղջկա որդին տեսանյութում ներկայանում էր Վահեի տղա, ով երբեք Երևան չի գնացել, հիմա հարևան գյուղում հայտնի ֆերմեր է դարձել։ Պապը հպարտանում է նրանով, բայց երազում, որ մի տղա թողել տղայից տեսնի։ Մենակ մի բանի պակաս ունենք, հարց չունենք։ Ասեք, ինչ ձևի հարցապետ։ Որ մեզ հասկանա, մեր արածը գնահատի, մեզանից հետո ավելի լավն լի։ Մենք աշխատենք վերենք իրան տանք, անգամ մենք որ գայումից գալիս ենք, մեր սեղանը պատրաստ լինի, նստենք, հացներս ուտենք, կոֆեն խմենք, ջան ասենք, ջան լսենք, թող ինքն իր տան գործն անի, մենք էլ մեր գործն անենք։ Կողմ չեք թողա։ Չեմ թողա, միջև իմ որ էլ չեմ կարա, ընդով կուզեն կպահեն, կուզեն չեն պահի։ Այնպես որ միլիոնատեր տղայի համար մարդ ու կին հարսնացուի փնտրտուքների մեջ են։ Խոստանում են հարցը գոմ չի մտնի, դեռ ավելին, եթե գյուղում էլ ապրել չի ուզի, ոչ մի խնդիր, քաղաքում տուն կառնեն, ջահելներին կուղարկեն, իրենք էլ էստեղից կօգնեն։ Սորել ուզենան քաղաք տուն կառնեն, քաղաք կգնան,
բայց որ լրիվ տեղին սարքածա չգիտեմ էլի։ Դու քաղաքին ինքան լավն էլ իրար հասկանանք։ Կարևորն իրենք լավ լինեն, ասում է ապագաս կեսուր Արմիկն ու շուռում ուր տալիս Մոթալն ու պատմում, որ հատկապես իր Մոթալը քաղաքի շուկայում ձեռքից ձեռք են խլում։ Մոթալ, գիտես, մոթալ։ Այս ինչից է սարքվում Սա այդ որ դու տեսել ես ջիլը անում ենք։ Հա։ Այդ ջիլը զենց պահում, հետո լոր ենք եփում, տվարոք։ Լոր ենք եփում, լորով զենց սարքում։ Ու վեդրոների մեջ, բիտոնների մեջ սարքում ենք, ամառա այնտեղ պահում, հետո բերում ստեղ ծախում ենք։ Շատ հավանում են 2000 դրամով էլ ծախում եմ Ազիզ ջան, ահա։ Մեկ շատ է հոգնում, ոնց ասում են, ծունկը կտրում, բայց այստեղ էլ բրիգադիրի նման հայտնվում է տոլիկն ու մի նոր գործի դնում։ Բա, խոսում, ասում ես արեք, այն արեք, գնացեք կովի խոտը հավաքի, գնա, ասում եմ միջանց քմում ան մի գալ, արի դու էլ մի գործ։ Բրիգադի պետք է։ Լոդրությունով ով կարող մի բանի հասնի, ոչ մեկը, աշխատանքով։ Իհարկե աշխատանքով ասում։ Ով աշխատի լավ կապրի, ով էլ չաշխատի։ Ոնց կարա ապրի Ազիզ ջան։ Չարչարում ենք, այդ որ ասես շատ ենք չարչարում։ Առավոտը շուտ գնում եմ հետները գոմը։ Այնտեղ կով ալնեմ կթելն ու կամ խոտերը տալու օգնում եմ, անում եմ։ Գալիս եմ կելտուն տանը հաց ջուրը, որ հացավորեմ ժողովրդին, հետո հմել մաքրություն անեմ։ Դե հենց էլի, եկամուտ եմ ստեղծում ու ծախում եմ, իմ ձեռը փողա գալ, ես ուրախանում եմ։ Իրենց արդար աշխատանքով են հին գետնատնից մեծ ու գեղեցիկ տուն սարքել, նորոգել, կահավորել ու հիմա սպասում են վայելողին, այսինքն միանող դնող հարսի։ Տունը օջախը պատրաստ, միայն կյանքի նոր շունչն է պակասում։ Մնում է մի բան տեսնել, որ թուն ամուսնացած տունը լի ծիծաղով ու բակը թոռների ձայնով։ Ասում են այդ ժամանակ միայն կհասկանան, որ իրենց ողջ կյանքի աշխատանքը տեղին է եղել։ Մեր այս հերոսներն այն մարդիկ են, որոնք իրենց ուսերին ամուր պահում են պետության հիմքը։ Գյուղում ապրելով, հողին ու աշխատանքին կապված նրանք բարիք են ստեղծում քաղաքացու համար, կերակրում երկիրը։ Չեն լքել գյուղը, չեն փնտրել հեշտ ճանապարհներ, այլ մնացել ու արարել են իրենց գյուղում։ Եվ հենց դրա համար էլ մենք մեր տեսանյութերում անդրադառնում ենք նրանց կյանքին ու առօրյային, որովհետև օրվա իսկական հերոսները ոչ թե բարձր ամբիոններից խոսողներն են, այլ աշխատող ու ստեղծող մարդիկ։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Մարցից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։